Տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղխորհրդի անդամ, աստվածաբան, հայագետ Հայկ Կիրակոսյանին, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ըստ գործող իշխանությունների հունիսի 7-ին ընտրությունները լինելու են գլխավորապես պատերազմի եւ խաղաղության միջև ընտրություն, հաշվի առնելով ձեր կուսակցության դիրքորոշումը, գիտեմ, որ չեք համաձայնի այս բաժանման հետ, բայց ամեն դեպքում, եթե քաղաքացու տեսանկյունից մոտենանք հարցին, ինչ տպավորություն ունեք, ինչ եք կարծում, քաղաքացին ընտրությունը կատարելու է որ խնդրով մտահոգված։ Գիտեք, կարելի է լիարժեք համաձայնվել իշխանության առաջքաշած թեզի հետ, որ ընտրությունը լինելու է պատերազմի եւ խաղաղության ուժերի միջև։ Բայց այդտեղ որոշ հստակեցումների եւ պարզաբանումների սուր անհրաժեշտություն կա։ Եթե ժողովրդի քիչ թե շատ խելամիտ հատվածը իսկապես հավատար, որ այս բոլոր արհավիրքներից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր ղեկավարով խաղաղություն կարող է երաշխավորել կամ խաղաղություն բերել եւ խաղաղությունը այս պահին կախված չէ միայն արտաքին ուժերի եւ գերտերությունների քմահաճույքից, ապա չնայած այդ արհավիրքներին կգնային ու կընտրեին Նիկոլ Փաշինյանին, այդ քաղաքական ուժին, որը ի ուրախություն մեզ վստահաբար տեղի չի ունենալու այս անգամ։ Եվ եթե իրենց բաժանման տրամաբանությամբ նայենք, մեր ուժը կամ իսկապես այլընտրանք ներկայացնող ուժերը, այո, խաղաղության ուժեր են, որտեղ խաղաղությունը դա արժանապատիվ հասկացություն է եւ ժամանակակից աշխարհում աջ ու ձախ մենք դա տեսնում ենք։ Պետք չէ քնած ձևանալ, խաղաղությունը լինում է միայն ուժ ունենալու պարագայում։ Եթե դու ուժ չունես, քո հանդեպ արդարություն, ազնվություն, մեծահոգություն, խաղաղություն կատեգորիաները չեն կիրառում։ Հետևաբար պատերազմի ուժը, ինչպես տեսանք մենք այս տարիների ընթացքում, այս իշխանության ներկայիս իշխանության օրոք եւ հետ այսու իրենք են, որովհետեւ իրենց օրոք եղավ պատերազմ, պարտության պատերազմ եղավ, որը պետական պարտություն էր, ոչ թե բանակի պարտություն, եւ գիտեք, ես կարծում եմ, քանի որ տվյալ անձին չի հաջողվելու խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալ կամ որևէ միջազգային պարգևի, որքան էլ ինքը ջանա, գոնե ինչ որ սինդրոմ պիտի իր անունով լինի համաշխարհային։ Ես երկար մտածել եմ եւ կարծում եմ, որ կարելի է այդպես էլ սահմանել Նիկոլի սինդրոմ։ Գիտեք սա ինչ սինդրոմ է։ Երբ որ դու համաձայն ես, որ քեզ մորթեն, բայց աստիճանաբար, դանդաղ ու հնարավորինս անցավ։ Այսինքն դու ամեն ինչ անում ես, որ քեզ չմորթեն, չսպանեն, կտրուկ։ Դու կողմ ես աստիճանաբար մորթվելու, աստիճանաբար սպանվելուն, եւ սա Նիկոլի սինդրոմ է կոչվում։ Պատերազմի իշխանությունը իրանք են, բայց հայտնի Օրվելի 3 բանաձևեր կա, չէ, ասում է պատերազմը խաղաղություն է, տգիտությունը իմաստություն եւ թուլությունը ուժ, այս բառախաղերի արանքում փորձում են իրենց ամեն անգամ դիրքավորել ճիշտ հակառակը նրա, ինչ որ հանդիսանում են։ Խաղաղություն բերելու են այն քաղաքական ուժերը, ովքեր ուժ, կամք եւ նպատակասլացություն կցուցաբերեն, ոչ թե հարմարվողականություն, հանձնվողականություն եւ այսպես ջլատել ամեն ինչ ու ասել, որ եթե մենք շարժվենք հարևան երկու պետությունների թելադրած օրակարգով, հրաժարվենք մեր խորհրդանիշներից, Արարատ լեռանից սկսած, հետո մնաց էպոսին էլ կհասնեն մայր օրենքից, անկախության հռչակագրից, ուրեմն կունենանք խաղաղություն։ Նման բան աշխարհի պատմության մեջ հայտնի չէ եւ իրենք չեն կարող խաղաղություն բերել։ Այսօր խաղաղությունը Ալիևի պարգեված խաղաղությունն է հայ ժողովրդին։ Այսօր մեր խաղաղությունը, եթե իրենց տրամաբանությամբ նայենք, Ալիևի շնորհիվ է։ Ում իհարկե համապատասխան ավելի զորեղ ուժեր ասում են տեղումդ մնա, Հայաստանը մեզ պետք է, որպես 3 իսլամական երկրների մեջտեղում գտնվող կարևորագույն միջանցք, կարևորագույն հանգույց։ Եթե պետք չլինի, թող իրենց առավոտիցիրիկուն հարց տան, ասեն ինչն է խանգարում Ադրբեջան եւ Թուրքիային 2 ժամում Հայաստանի Հանրապետությունը դարձնել ուղղակի իջի քանել, դարձնել ուղղակի ռազմական գործողությունների կարճաժամկետ դաշտի։
ռազմաճակատի ու հարցը փակելու։ Ինչն է խանգարում։ Ես ուզում եմ հասկանալ ձեր կարծիքով այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին ընտրող քաղաքացիները ինչի համար են ընտրում Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանին էլ են ընտրելու, այնպիսի ուժերի են նաև ընտրելու, որոնց վաղուց արդեն քաղաքական դիակներ են անվանում։ Ես չեմ ասում չեն ընտրելու, ես ասում եմ նրանք անհրաժեշտ ձայների քանակ չեն հավաքելու, որպեսզի կազմեն ծանրակշիռ ուժ առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ խորհրդարանում եւ թելադրեն մեր երկրի, մեր ազգի ու ժողովրդի ճակատագիրը դրանից հետո։ Ընտրելու են գեղջիկական, չեմ ուզում, գյուղացուն, որը մեր ինքնության կարևոր հենարաններից մեկն է, գյուղը, գյուղացին, բայց մի կոպիտ արտահայտություն ենք, չէ, գեղացի։ Դա իմաստային երանգ ունի։ Գեղացու մտածողությունն է, որևէ քաղաքաբնակ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ինչպես կարելի ընտրել մի քաղաքական ուժի, որի օրինակ բերեմ, բայց բոլոր նախարարությունների պարագայում սա կարող եք տեսնել։ Առողջապահության նախարարը քաղաքացիական իրավունքի մասնագետ է Տիկին Անահիտ Ավանեսյանը։ Իսկ մենք ունենք լիբանանահայ հայրենակից Արտեմ Փաթափության, ով նյարդաբան է եւ միկրովիրաբույժ եւ առողջապահության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, իդեպ տնտեսագիտության ոլորտում էլ ունենք Նոբելյան մրցանակակիր, եւ որը որևէ կերպ ներգրաված չէ Հայաստանի առողջապահության պլանավորման, ռազմավարության մշակման, գոնե խորհրդատվական մակարդակում։ Ուրիշները գնում են ուրիշ օտարազգի մարդիկ են հրավիրում, որ իրենց այս կամ այն ոլորտը հունի մեջ գցեն։ Մեր մոտ ով ոնց այն ժամանակ խնամի ծանոթ բարեկամ էինք ասում, դա չի փոխվել, մի հատ գծիկ ավելացել, դառել նաև կուսակցական։ Այսինքն ով կուսակցական է, համապատասխան սապոն ունի ձեռքում, ինքը համապատասխան պաշտոն կունենա։ Դուք տեսեք ինչքան անտաղանդ, երբևէ չդրսևորված եւ անպետք մարդիկ են այսօր կառավարում կենսական կարևորություն ունեցող ոլորտներ։ Դրա համար քաղաքապետարանը դառել է խայտառակ գլխացավանք մեր հայրենակիցների գլխին։ Շատ դիպուկ օրինակ բերեմ, թող իրենք արձագանքեն, եթե որևէ մեկը կարող է։ Ուրեմն ավականու որոշմամբ Երևանում գյուղնշանակության հողեր չպետք է լինեն։ Դա ավականին է որոշել։ Եվ կարգավիճակը փոխում դարձնում են բնակելի կառուցապատման հողեր։ Հիմա երբ որ քաղաքացին գնում ասում է դե դարձրեք ձեր որոշումն է, իդեպ վճարը մնացել է, այսինքն դու պիտի միևնույն է վճարես, որ կարգավիճակը փոխվի, ասում է էսքիզային նախագիծ բեր։ Եղբայր, ես ասում եմ, համաձայնեցրեք ձեր բարձրագույն մարմնի ավականու որոշմանը, իմ հողի կարգավիճակը դարձրեք ձեր որոշմանը համարժեք, փողել եմ պատրաստ վճարել, իրենք ասում են գնա էսքիզային նախագիծ բեր, գնա էս արա, գնա այն արա, այսինքն իրենք օրենքն ընդունել են որոշումը եւ իրենք էլ ամեն կերպ խոչընդոտում են իրենց որոշման ի կատարածմանը։ Տասնյակ ոլորտներում, այդ որ ասում են անվճար առողջապահական ծառայություններ, չէ, երեխաների համար, Էփշտեյն բարի, դա հայտնաբերողն է այդ վիրուսի, այդպես է կոչվում, կղզու հետ տխրահարճակ կապ չունի։ Էփշտեյն բարի վիրուս կա, գնում ես տարբեր կլինիկաներ, ուղեգիրը գրել է, եւ այդ կլինիկաները ասում են, գիտեք, ինչ մեր անվճար ցանկի մեջ չի մտնում։ 50 կլինիկայի ցանկ է, որը գնում ես, ասում են չի մտնում։ Զանգարում ասում են, քաղաքացիները մեզ դիմում են տարբեր մարդիկ։ Զանգարում ասում ես, բա ինչի չի մտնում, ասում հա գիտեք ինչ իրենց մոտ չի մտնում, այսինքն դու պետք է մատներից հոտ քաշես, ընկնես երեխայի ձեռքը բռնած, որը վիրուս է գուցե կրում, քաղաքի տարբեր կլինիկաներով զբոսնես, կոպիտ ասած կամ մեղմ ասած, որ հասկանաս ով կբուժի։ Իրենք չեն ընտրվելու եւ հիմա թոզ են փչում, իրենք ընդդիմություն են նաեւ աճեցնում, որպեսզի Pepsi ու Coca-Cola խաղան, այսինքն կարծես աշխարհում էլ ոչ մի տարբերակ չկա։ Հայտնի բանաձև է, դու քո ճշտամուն աճացնում ես, դու էլ process-ները ղեկավարում ես։ Իրենք չեն ընտրվելու, իսկ ընդդիմադիրները ընտրվելու են ինչ։ Ընդդիմադիրների պատմությունը նայենք։ Հարգելի Էլիզա, այս պահին որպես գլխավոր ընդդիմադիր իշխանությունը ներկայացնում է, որտեղ իրենք են չէ հարցակվելով նաև նրանց բարձրացնում, ասում են ձևիստներ, ուժեղ տղեկ, չգիտեմ ինչ։ Այո, բանավեճը Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի հետ հիմնական բանավեճը եւ ոչ մի անդրադարձ չկա այլ ընտրանքային ուժերի։ Որևէ անդրադարձ չկա։ Հիմա տեսնենք ինչքանով են ձեռ տալիս նշված ընդդիմադիր ուժերը, պայմանական ասած, ներկայիս իշխանությանը։ Սամվել Կարապետյանը երբևէ որոշում կայացրել էր մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին։ Մենք նման բան հիշում ենք, ոչ։
Վեր կացավ մարդը հայ առաքելական եկեղեցունի պաշտպանություն խոսք ասեց։ Արդյոք դա այնպեսի մի բան էր, որ այդ թափի այդ մասշտաբի հայ գործարարին աշխարհում հայտնի, պետք էր կալանքի տակ առնել, ի պաշտպանություն հանդես եկել իր մայր եկեղեցու, այսինքն իր դիրքորոշումներ արտահայտել։ Աբսուրդ է, չէ՞, վերցրեցին կալանավորեցին, սկսեց քրեական հետապնդումներ եւ այլն, այսինքն գործեր հարուցել, այդտեղ եղբոր որդին Նարեկը ակտիվացավ, ձևավորեց շարժում, սկսեց քաղաքական process, ահռելի ֆինանսական ներդրումներ եւ ահա այսօր ունենք կուսակցություն։ Ձեզ արհեստական չի թվում այս կարճ ժամանակում տեղի ունեցած պատմությունը։ Մարդուն մի խոսքի համար ազատ կարծիքի արտահայտման իր դիրքորոշման բռնել ձերբակալել, հրահրել, մարդ ով չէր հայտ ներկայացրել քաղաքականությամբ զբաղվելու, ակամայից ստեղծել ինչ որ քաղաքական ուժ, քաղաքական միավոր անունը դնել ընդդիմություն։ Եվ ակնհայտորեն ըստ իրենց պնդման բևեռացված, այսինքն մեկը ռուսական կողմնորոշում ունի, մեկն էլ ունի արևմտյան կողմնորոշում, թեպետ ոչ նա է այդ շարքից, ոչ էլ սա է այդ շարքից, որտեվ աղվեսն ու պոչը բանաձևի մեջ միևնույնն է, թե աղվեսը, թե պոչը նույն օրգանիզմի, նույն միավորի մասնիկներ են։ Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանին եւ մյուս քաղաքական ուժերին, ինձ համար անգամ տարօրինակ է այդքան հայտարարելուց հետո իրենք չեն մտնելու ակտիվ քաղաքականություն, իրենց ասուլիսներից են մեջ բերում, մամլո պրես կոնֆերանսներից թույլ ենք տալու, որ նոր ուժերը գան դրսևորվեն, հենց հիմա նոր ուժ ենք։ Ով կարող է ասել աչքիդ վերևը ունք կա, թող գա, պարզ ասի եւ հիմնավորի։ Մենք ասում ենք անկաշար, ոչ մեկից չֆինանսավորվող, ոչ մեկի պրոյեկտը չենք, ինչքան ուզում է հիմար բաներ գրեն, ինչքան ուզում է իրենցից ցածր օղակների քաղաքական շներին հազար ներողություն քսի տան մեր վրա, դա չի աշխատում, մարդիկ մեր վարկանիշը աճում է եւ այդ վարկանիշը անխախտելի աճելու է այս ամիս ու կեսում շատ ավելի, որովհետեւ մենք չենք ընկնում այդ ցածր կարգի գզվրտոցների մեջ, փորձում են ներքաշել ամեն օր եւ փառք ու պատիվ այդ առումով պարոն Սիմոնյանին, որ անդրդվելի ինքը մնում է իր տեղում, որևէ նման բաների չի տրվում մանիպուլյացիաների։ Իրեն հավասար չէ մտքով, կամքով, կարողությամբ ինքը չի ներքաշվում այդ ամեն ինչի մեջ։ Հին ու լավ իմաստություն կա, ասում է քարավանը գնում է, շները հաչում են, կամ հակառակը, շները հաչում են, քարավանը գնում է։ Այդպես էլ մենք, որովհետև ներողություն շնորհապետությունը գաղափար է, հարգելի Էլիզա, շնորհապետությունը գաղափար է, մեզ պետք է շնորհքով բժիշկ, շնորհքով քաղաքական գործիչ, շնորհքով գիտնական, շնորհքով ավտոմեխանիկ, հասկանում եք, շնորհքով լրագրող եւ շնորհապետությունը մենք չենք օրինել։ Ինչքան այդ բառը որոշների լեզվա արտասանության համար դժվար լինի հասկացությունը, դա հասկացություն է։ Տեղ տալ արժանիներին, այն նոր օրինակ բերեցի, չէ՞ ով է առողջապահության նախարարությունը ղեկավարում, մեր օրոք ղեկավարելու են մարդիկ, որոնց աշխարհում են ճանաչում։ Առնվազն, եթե այդ մարդիկ ասեն, չեմ ուզում աշխատել նախարար, լինի ունենալու են բարձրակարգ խորհրդատվական դիրք, որի դիրքորոշումը որոշիչ է, այսինքն ուժ ունի։ Պարոն Կիրակոսյան, հանրային պահանջը կա ձեր թվարկած որակների։ Իհարկե կա, հանրային պահանջը կա, որ ծնողը չի ուզում իր երեխան փայլուն կրթություն ստանա, բայց տանը չեն կարողանում այդ կրթությունը տալ, գնում են դպրոց, ավելի դդում են դարձնում երեխաներին։ Այստեղ կրթությունը արդեն 30 տարի սրանք էլ հետը հասկանում են հետեւյալը, ինչ որ գրքում գրած է, այնպես անել, որ երեխան թութակի նման դա լավ կրկնի։ Երբեք հարց չի բարձրացում, կրթության նպատակը ո՞րն է։ Այդ պատմությունը, որ անգիր իմացավ, ինչ ա լինելու, ավելի հայրենասեր, ավելի դիվանագետ, ավելի խելացի, ոչ մի բան։ Պատմությունը խնդիրներ պիտի առաջ քաշի, մեր դասագրքերը աղետալի վիճակում են։ Այո, կա այդ պահանջը, կրթության տիրույթում կա, երիտասարդության վիճակը տեսնում եք, ամենա նյութական միջոց չունեցող, ինչի չկան ստարտափները աջակցող նախաձեռնություններ պետական, ինչի չկա երիտասարդների ժամանցը կազմակերպող կենտրոններ, որ այդ երիտասարդները հավաքեն, այո, գարեջուր էլ խմեն, գիթառ էլ նվագեն, ասմունք են, IT ծրագիր առաջ քաշեն, ուղղակի բարձի թողի վիճակ է։ Բա որ կա հանրային պահանջը, պարոն Կիրակոսյան, ինչու հանրությունը չի ստիպում իր կառավարիչներին աշխատել այդ ուղղությամբ։ Ինչու է հանրությունը հրճվում, մտնում այդ կենցաղային տեսարանները քննարկելու օրակարգերի մեջ,
հիանում այդ տեսարաներով։ Շատ հրաշալի հարց է, հարգելի Էլիզա, եւ հանրությունը ասելով պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք մի փոքր խմբի հետ, դրան գումարած մի մեծ բանակ ֆեյքերի հետ, այն ինչ որ տեսնում ենք սոցցանցերում, ովքեր պատրանք են ստեղծում, որ հանրությունը այդպիսին է եւ հանրության համար դա արժվելու բան է։ Հա, բաներ կա, իմ ծիծաղնել է գալիս։ Այնքան անփույթ օրինակ վերջերս երկիցաբանը Հովհաննես Դավթյանը հրաշալի բաներ սարքել հումորային, չնայած այնքան էր դուր եկել վարչապետն էր իր պատին կիսել, բայց ես չէի կիսի իմ պատին, ոչ թե այդքան լուրջ եմ, այլ այդքան ամոթալի էր հումոր լինելով հանդերձ այդ հոլովակը, որ ներկայացնում է թե ով է մեր երկրի ղեկավարը։ Հասկանք մի դերասանը մեկ այլ դերասանի չէր ներկայացնում, բայց ձեր նշած հանրույթը գոյություն չունի։ Տոկոսային հարաբերությամբ այսպես է 98%-ը լռում են, որովհետև այդքան իմաստ ունեն, 2%-ը պատրանք է ստեղծում, որ այն 98%-ն էլ են հրճվում եւ այդքան տգետ են եւ այդքան չեն գիտակցում։ Հիմա կգա ընտրությունները կամ արտահայտումը կլինի ուրիշ էր նախորդ ընտրությունների պարագայում, ուրիշ էր դրանից առաջ, մենք հասկանում ենք ժողովրդի տրամաբանությունը եւ չի կարելի մեղադրել ժողովրդին, որ նախորդ ընտրություններին գնացել ընտրել է այս իշխանություններին։ Կարելի է փորձել հասկանալ եւ ի վերջո 2018-ին ազգովի ենք սխալվել։ Կարող է մի տաղավարում բակային մեկը լինի, ասի ես չէի գնում այդ շարժումին, ես գլխից էլ գիտեի որ տենց է լինելու։ Եղավ եղբայր, ապրես դու գիտեիր։ Ազգաբնակչության 90%-ը չգիտեր, հավատում էր, որ բան է փոխվելու։ Քայլ էին անում, մերժում էին, փոփոխություն էին անում, հեղափոխություն էին անում, գիտեն թե ոչ թե իշխանապողություն։ Հիմա այդպես չի։ 98%-ը երիտասարդները, դուք գիտեք 45% անտարբերներ ունենք ընտրությունների հանդեպ։ 40-50% անտարբերներ ունենք, այսինքն որ ապաթիայի մեջ են, իրանց չի հետաքրքրում ընտրությունը։ Դրանք իմաստուն մարդիկ են։ Իմաստուն մարդիկ են, որոնց սրտին թակելու հնարավորություն դեռ կա, բայց թակողը պիտի արժանապատիվ մեկը լինի, բանիմաց մեկը լինի։ Ուրեմն 50%-ը մի կողմի վրա են ձեռքերը դերևս լվացել են, երիտասարդները թքած ունեն այս process-ների վրա, ով ուզում է ասի մենք երիտասարդական խումբ ու շարժում ունենք։ Իդեպ մի կարևոր բան ասեմ, առաջիկայում ընդդիմադիրները պատրաստում են ընդդիմադիր տարբեր ուժեր միտինգներ անել։ Այ դուք կտեսնեք օպերայի բակում կլինի թե որտեղ ինչքան մարդ է հավաքվելու եւ պարզ կլինի իրական իրենց տոկոսները առաջիկա ընտրությունների ժամանակ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղ անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Կիրակոսյան, վերադառնալով այդ գլխավոր դերակատարներին եւ նրանց բանավեճին, ընդդիմադիրները ասում են մեզանից վախենում է Փաշինյանը, դրա համար էլ մեզ թիրախավորում է։ Եվ երբ որ չկա արձագանք, չկա անդրադարձ այլընտրանքային ուժերին, կարելի է ասել, որ իրական վախերը հենց ձեզանից են, ձերպես ուժերից են եւ ոչ թե սրանցից, հետեւաբար դուք չեք հայտնվում իշխանության թիրախում, նրանք ձեզ միտումնավոր չեն տիրաժավորում, որպեսզի նաեւ ըստ այդմ չբարձրացնեն ձեր հեղինակությունը։ Վստահաբար կարելի ասել, եւ դա ոչ միայն մեր մասին, ես 13 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ PR-ով, հասարակական կարծիքի ձևավորում, տասնյակ գրքեր, նյութեր, դասընթացներ եւ PR-ի մեջ կա բոլորին հայտնի մի բանաձև, սև PR-ը եւս PR-ը։ Եվ դրա համար դա ամենահեշտն է տրվում։ Իշխանությունը բզում է այսպես կոչված ընդդիմությունը բզում է այսպես կոչված իշխանությանը։ Մենք տեսնում ենք գիտակցաբար խաղում են միասին։ Անպայման գիտակցաբար, դրանով իրենք մնում են ջրի երեսին, տպավորություն են ստեղծում ժողովրդի ընտրությունը, այսինքն սա գիտեք ինչ է դառնում, ընտրության բացակայության պայմաններում, կամ Էս ուժնա կամ էս ուժը։ Իրար խորհրդանիշներ են ի հայտ գալիս, սրտիկներ, պերաշկիներ, ուժեղ տղեկ, թույլ տղեկ, չգիտեմ, բուլկի, պերաշկի, պատկերացնում եք մակարդակը։ Մեր քաղաքական, դուք տեսել եք շնորհապետականների հետ կապված որևէ նման տերմինաբանություն, որը մեկը կարողանա օգտագործի եւ դրա տակ հիմք լինի։ Հիմա մենք ունենք պատկեր, երբ որ բուլկի, պերաշկի առել են եւ փորձում են քաղաքական օրակարգ թելադրել։ Դա չի ստացվելու, դա շատ պրիմիտիվ է, AI դարաշրջանում, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի, ժողովուրդը էլ ավելի է զարգացել, եթե ժամանակ կարդալ բան ժամանակ չունեն, հիմա լսում են նման հաղորդումներ, աուդիո գրքեր, նայում են այդ YouTube-ը, Instagram-ը, այնտեղ էլ խելացի բաներ կան, այնպես չի որ չկա, եւ դա այս եղածով մենակ գեղացիներին կարող են համոզել, գեղացիները մեր հայրենակիցներն են, որոնց եւս պետք է սիրել ընդունել, որոնք իրենց կամքով հրաժարվում են ինքնակրթվելուց, որոնք ուզում են, որ իրենց խաբեն, ուզում են քնի մեջ լինեն։ Դա սարսափելի փոքր տոկոս է կազմում մեր երկրում, եթե այդպես չլիներ, մենք ուղղակի կդադարեինք այստեղ լինել ֆիզիկապես։ Կլիներ Հայաստան ուրիշ ազգաբնակչությամբ, բայց հայերը եւ Սփյուռք եւ Հայաստանի այդպիսին չեն, շատ լավն են։ Եվ իսկապես շատ ստեղծագործել։ Մեզ փորձում են ինչով դուք ասեցիք, չէ՞, սկզբում պատերազմ կամ խաղաղություն այս երկընտրանքով չի ասում, որևէ մեկը օրինակ ռազմաարդյունաբերությամբ եւ IT տեղեկատվական տեխնոլոգիաներով Հայաստան, թե բաց սահմաններով Սփյուռքի համար տուն դարձած Հայաստան, այսինքն մեր երկընտրանքները թվացial վատ, թե ավելի վատ այս տրամաբանությամբ են, երկուսն էլ խաբեություն են։
Մենք այդպիսի խնդիր չունենք, մեզ վախացրել են, որ մեկն էլ կա ասում է, գիտեք ինչ, Նիկոլը հիմա ամեն ինչ անում է, որ հանգարց Հայաստանի վրա պատերազմ չլինի, չհարցակվեն, մեզ չկոտրեն։ Նիկոլը ոչինչ չի կարող անել։ Սա պետք է մոռանալ, հանել մարդկանց մտքից։ Եթե նա կարողանա ինչ-որ բան անել, նա կանի։ Հմեկի եթերը միացրեք նայեք, կրթական վիճակը նայեք, երիտասարդության վիճակը նայեք, տնտեսական բոլորը վարկի տակ են։ Տեսեք, քանի մարդ էր իր տանը ապրում տարիներ առաջ եւ ինչքան են ավելանում վարձող ապրողները։ Մի հատ եկամտահարկի օրենք կար քաղաքում, դա էլ հանեցին։ Հարց տվեք ձեզ 23-24 տարեկան երիտասարդներ, որ ամուսնանան, ո՞նց են տունը առնելու։ Ինչ միջոցներով են տուն գնելու Երևանում կամ Արվարձաններում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ պատերազմի լինել չլինելը գլխավորապես կախված չէ Հայաստանի ղեկավարությունից, ով էլ որ ուզում է նա լինի։ Չէ, այս պահին կախված չէ, որովհետև մենք գործոն չենք։ Ինչու մենք գործոն չենք, որովհետև դիվանագիտական լծակներ չունենք, դիվանագիտությունը դրած է մի կողմ, տնտեսական լծակներ չունենք, սփյուռքի լծակները հնարավորինս թուլացվել են, միտումնավոր, մեր կողմից եւ այլ ուժերի կողմից, ներսում ժողովրդի միասնությունը միաբանությունը չունենք մեկ առաջնորդի շուրջ, որը սարսափելի ուժ է յուրաքանչյուրի աչքերում։ Երբ որ տեսնում են, որ կապ չունի քանի միլիոն են, բայց իրենք միաբանված են եւ չունենք այն ուժի գործոնները, որոնք մեզ մեր չափերի մեջ կդարձնեն գործոն։ Այդ ինչի Իսրայելը այսօր աշխարհի վրա մատաթափ տալիս, նրան ասում է հարվածի եկապետություն աշխարհի գերտերություն, ոնց ասում է, այդպես անում է, Դե Իսրայելը ունի դաշնակից, այո, ձեր ասած դաշնակիցները օթիչ չեն լինում, Իսրայելը նախ հարգում է իր զինվորին, գնում է ամեն իսրայելացու հետևից, մի զինվորի համար, գիտեք ինչ, լսել եք հավանաբար, ինչ կարգ ունեն, մի ուսանողը մեզ պետք է բանվոր հայ, թե չէ, այս հարցը, գիտեք, վախճանաբանական, գոյաբանական հարց է, մենք մեզ տվել ենք, թե չէ, հայ բանվոր պետք է, ասեմ ձեզ, ոչ, չպիտի լինի հայ բանվոր, չպիտի հեր երեխուն ասի դե գնա կարտոֆիլ մշակի, կարտոշկա կոպիտ ասած մշակի, մեզ պետք չի, մենք տեսնում ենք, որ շատ լավ է, երբ որ բանվորական ուժի կարիք լինի, կգան այլ բազմականակ ժողովուրդներից եւ բանվորական աշխատանք։ Ովքեր են մեզ պետք։ Մեզ պետք են գիտնականներ, մեզ պետք են IT մասնագետներ, մեզ պետք են միլիարդ հատերեր, մեզ պետք են դիվանագետներ, ռազմական գործի գիտակներ։ Գյուղացու երեխան պիտի հորից 5 անգամ 10 անգամ գրագետ լինի։ Պիտի գնա միջազգային բուհում սովորի, վերադառնա Հայաստան, բժիշկ է պետք, նեյրոխիրուրգ է պետք։ Պետք է մտնի մեր ուղեղը, որ մենք բանվորի, վարորդի, հավաքարարի, մատուցողու բան չունենք, պահանջ չունենք, մեզ պետք չի դա։ Մեր մոտ կգան կաշխատեն տարբեր երկրներից եւ գեղեցկադեմ երիտասարդներ, եւ բանվորներ, եւ երիտասարդուհիներ։ Քիչ ենք քանակով, եթե կեսնել բանվորը լինի։ Հեքիաթներում համբալ են ասում։ Համբալը, բայց այս բանը գիտեք, չէ, որ օգտագործել էր տխրահարճակ դեմ բանի հայրը, քաղաքապետի հայրը, չէ, վատի իմաստով։ Այդպես էլ չկարողացավ տակից դուրս գալ, որովհետեւ մեր հեքիաթների մեջ դա վիրավորական ժողովրդական բանահյուսության մեջ վիրավորական իմաստ ու երանգ չի ունեցել։ Ու ես չեմ այդպես ասում, իրանք դարձնում են բանվոր, դարձնում են ցածր աշխատանք կատարող մարդիկ, ցածր վարձատրվող, հետո պիտակավորում ասում են համբալ։ Դուք IT ոլորտին անդրադարձակ եմ մի քանի անգամ շեշտեցիք ձեր խոսքում, բայց գործող իշխանությունն ասում է, ես այո, զարկ եմ տալու այդ ոլորտին, արհեստական բանականության տեխնոլոգիաների ամենամեծ կենտրոնը կառուցվելու է Հայաստանում եւ դա մեր իշխանության շնորհիվ է, մեր ջանքերի շնորհիվ է, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ է։ Գիտեք ինչ, իշխանությունը առաջնորդում է ասելն էլ փողով չի։ Չէ, բայց նրանք ունեն նաև նախաստորագրված փաստաթուղթ, ունեն երկկողմ համագործակցությունը վկայող փաստաթղթեր։ Այս 7 տարի, ճիշտ եմ ասում, 8 տարի այդ ասածներից ինչն են արել։ Մի ոլորտ կարող ենք ուղղել հարցը մեզ հիմա լսողներին, առողջապահություն, կրթություն, մշակույթ, բանակ, տնտեսություն, նույն բարձր տեխնոլոգիաներ, ինչ են արել այդ ոլորտում, որ Հայաստանին բարձրացրել է մի աստիճան վերև։ Ստորագրված փաստաթղթերը անգամ միլիարդավոր Եվրոպայից եկածող գումարները, այնպես կարելի է իջիկ անել։ Տգետ կառավարման, մենեջմենթի բացակայության եւ այլ հանգամանքների գործոնների արդյունքում, որ կմնա ձևը, հասկանում եք, երբ որ մարդն ասում է ինչ բան անելու ենք, մենք պիտի նայենք տեսնենք նախկինում իր փոքր չափով բռնած գործը հաջողել է, թե ձախողել է, որովհետեւ ոչ եվրոպական միլիարդներն են,
երաշխիք, ոչ գրանտները, ոչ է ստորագրված փաստաթղթերը։ Եթե ինքը այդ ուղով ընթացող լիներ, հիմա IT ոլորտը կոպիտ ասած կերթվեր այս իշխանությունների անունով։ Բոլորից հանել են հարկային արտոնություններ, ստարտափերին այդ խրախուսելը, դատարկ շենքեր ունենք խորհրդային միությունից մնացած։ Վերցրեք մի շենք տվեք երիտասարդներին, թող այդտեղ ստարտափներ անեն։ IT բան լինի, մինչև ձեր ստորագրած թղթերն ու միլիարդները կյանքի կկոչեք։ Ասում են, հարգելի Էլիզա, չեն անում։ Եվ անելուց էլ մարդը, որ սովոր է փնթի անել ինչ որ բան, միևնույնն է տապալելու է։ Եթե 7-8 տարում մի բան լիներ արած, որ ասեինք, հələ տեսեք, ոնց կարելի է այս մասին չխոսել, իր ասածներից արած լիներ։ Կասեինք, հա, դե արել է, հիմա էլ կլինի հնարավորություն էլ ավելին կանի։ Ոչ մի բան չէին արել եւ ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան, պարոն Կիրակոսյան։ ԱՄՆ փոխնախագահը, գիտեք, եկել է աշխարհաքաղաքական հարցերով, ես քիչ առաջ նշեցի Հայաստանի կարևորությունը հենց նույն ԱՄՆ-ի եւ ոչ միայն համար։ Եվ եթե Հայաստանը այդ պահին վարչապետ չունենար, ԺՊ լիներ կամ, չգիտեմ, խառը վիճակ լիներ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, շտապող գերտերություններին, մեր հարևանների պլանները եւ Ամերիկայի ծրագրերը, նա գիտեր չէ՞ որ հեսա Իրանի հետ ինչա լինելու։ Իրենք մեջպես չեն, մի ամիս հետո չգիտեն ինչա լինելու։ 100 տարվա որոշները 1000 տարվա ծրագիր ունեն։ Եկա, որովհետև լուրջ հարցեր ուներ։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, որ ստորագրված են, IT ոլորտի կլինի տնտեսության թե այլ, հավատացնում եմ ձեզ, մենք մեր իշխանության օրոք դա պատշաճ կյանքի կկոչենք։ Այնպես կյանքի կկոչենք, որ այդպիսի պայմանագրերն ու փաստաթղթերը կտասնապատկվեն, ոչ թե գործը կտապալենք, որովհետև իմ հարազատին չեմ վստահելու։ Պարոն Սիմոնյանը չի բերելու իր բարեկամին ու ցանկանում մասնագետ պիտի գտնենք, որ անի, եթե Հայկ Կիրակոսյանը մասնագետ չի, օրինակ ռազմական ոլորտի, անիմաստ ինչքան էլ Հայկ Կիրակոսյան լավ խոսա, հավատարիմ լինի եւ այլն, դնել այդ մարդուն ռազմական գործի մեջ։ Եթե ես քաղաքացիական իրավունքի մասնագետ եմ, ինձ ո՞նց եք տանում դնում առողջապահության նախարար։ Շատ լավ, պարոն Կիրակոսյան, ապաթիայի մեջ գտնվող 45-ից 50% մեր քաղաքացիները լսում են ձեզ, ասում են շատ հրաշալի գաղափարներ են, մենք միայն ուրախ կլինենք, որպեսզի այսպիսի քաղաքական ուժը գա իշխանության եւ մեզ իսկապես օգնի կառուցել ուժեղ Հայաստան, բայց անգամ ժողովրդագրական առումով մենք խնդիրներ ունենք, պարոն Կիրակոսյան, այդ ձեր ասած ուժեղ Հայաստանը, դա քանի տարվա մեջ մենք կարող ենք դա ունենալ, ինչ ժամկետների մասին է խոսքը, հիմա երբ որ մարդիկ կենցաղային խնդիրներ ունեն լուծելու, օրինակ թոշակների բարձրացում տեսակ ինչպիսի արձագանքի արժանացավ, արդյոք այդ 45-ից 50% քաղաքացիներին այդ երկարաժամկետ ծրագրերը հետաքրքիր են եւ ըստ այդմ դա կլինի մոտիվացիա գնալու ընտրատեղամաս եւ ձեր օգտին քվեարկելու։ Նախ նշեմ, որ շատ ճիշտ օգտագործեցիք ուժեղ Հայաստան եզրը, ոչ մեկ իրավունք չունի սեփականացնելու այսպիսի հասկացություններ ու եզրեր եւ ուզում եմ որ դա քաղաքական ասոցիացիաներ չառաջացնի եւ ուժեղ եւ բարգավաճ եւ հզորացող Հայաստան կառուցելը յուրաքանչյուր սթափ ու գիտակից հայ մարդու նպատակն է, թե ընթացիկ, թե վերջնանպատակը, գլխավոր նպատակը։ Ինչ վերաբերում է ժամկետներին, գիտեք, մենք դպրոցից լսել ենք այդ պատմությունը, որից որոշներս արտասվել ենք, որոշներս փշաքաղվել, որ ցեղասպանության պահին, երբ որ այդ process ընթացքի մեջ էր, մայրը երեխային ավազի վրա հայոց այբուբերն էր սովորեցնում։ Երբ որ չգիտեր ինքը գետը կանցնի, թե չէ կփրկվի, թե դիմացից եկածող թուրքերի ուրեմն խումբը իրենց էլ կսպանի։ Արդյոք ինչ հեռանկարի համար էր 6-7 տարեկան աղջիկ կամ տղա երեխային այդ տառերը սովորացնում, երբ որ ցեղասպանվում էին, ցեղասպանության process-ի մեջ էին, որովհետև ինքը հավատ ուներ առ Աստված, հավատ ուներ դեպի հայի տեսակն ու ինքնությունը, գիտեր որ դա առաջի անգամ չի, անգամ այդ աղետալի իրողությունը, գիտեր որ երեխան փրկվելու է եւ երեխան պիտի հայ լինի ու հայերեն իմանա։ Իսկ դες ով է ասել, որ մենք էլ ժամանակ չունենք, սա իրենց նարատիվներից, իրենց պատումներից մեկն է, որ մենք ժամանակ չունենք, ինչ անենք, ապալ-տապալ պետք է անենք, 30 տարի այդպես արեցին, որ որևէ հիմնական կառույց, ինստիտուտ, համակարգ չունեցանք, որին կարող ենք հենվել։ Եվ ով է ասել, որ մենք այդ ժամանակը չունենք։ Թեկուզ պարազինության ձեռքբերման հարցում, կոնկրետ օրինակով, պարոն Կիրակոսյան, մենք կհասնենք շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել այնքան պարազինություն, որը համարժեք կլինի Ադրբեջանի այսքան ժամանակ ձեռք բերածին։
կհասցնենք Որպեսզի նաև հույս ունենանք, որ մենք Նա կարող հասցնելու զատ ենք անհրաժեշտ միջոցներ ա պետք։ Մենք դերևս չգիտենք բյուջեում փող թողել են թե չէ մարդիկ։ Դա էլ Պատկերացրեք հերթին գալիս ենք խնդիր։ իշխանության եւ բացում տեսնում ենք որ այն մուկա բանում Բա դա էլ ամբարում։ իր հերթին է խնդիր։ Անշուշտ խնդիրներ են, բայց մենք չենք ընթանում Նիկոլի սինդրոմով, այսինքն եթե իրավիճակը այսպես է, ուրեմն թող մեզ մորթեն, բայց հնարավորինս անցավ դանդաղ ու անզգացնելով։ Խնդիրները նրա համար են, որ լուծում ստանան։ Խնդիրը չի նշանակում վճիռ, խնդիրը չի նշանակում մահախոսական։ Սպառազինությունը պատերազմի համար է եւ խաղաղության համար է, բայց ես քիչ առաջ ասացի, որ մենք դիվանագիտության սուր կարիք ունենք աշխարհում, հարաբերություններ առողջացնելու, հարաբերություններ ամրապնդելու, ոչ թե նրա համար, որ գան մեզ պաշտպանեն, այլ նրա համար, որ ասեն հանգիստ ձեր սահմանների շրջանակում մնացեք հարևան պետություններին, հանգարց ոտնձգություններ չանեք։ Հաջորդը, մենք ուղակի չենք պատկերացնում մեր հայրենակիցների ներուժը Հայաստանից դուրս։ Ես նկատի ունեմ ֆինանսական ներուժը, իրենց իրական թափը, լծակները, ազդեցության շրջանակն ու կապերը։ Դա շատ ուժեղ համայնք է, որի մեջ ցավոք չկա այդ համայնքներին իրար կապող եւ իրար հետ ավելի կենսունակ դարձնող համակարգը բացակայում է, չկան հայկական տներ, չկան հայկական օջախներ այդ սփյուռքի մեր համայնքներում։ Իսկ սպառազինություն միայն ձեռք չեն բերում։ Բազմաթիվ գիտնականներ ունենք, որոնք այդպես էլ մնացել են առանց լսվելու, պատշաճ չի ուսումնասիրվել իրենց արած աշխատանքը, եւ մենք այսօր Գիտեք, ծանր արդյունաբերությունից զատ այսօր հնարավորություն է ստեղծվում փոքր տեսակի զինատեսակներով խոցել մեծ տեսակի զինատեսակները։ Դրանք փոքր դրոններն են, համապատասխան տեխնոլոգիաներն են։ Իսկ այդ ուղղությամբ ինչ որ բան արվում է, պետական պատվեր իջնում է, ինչ քանակությամբ, երբ որ իրենք պատրաստվում են առանց բանակ խաղաղության, իրենք այդ մասին չեն էլ մտածում։ Ասում եք պրոֆեսիոնալ բանակի ենք։ Հələ մի հատ գնանք սահմանով շրջենք, տեսնենք կամաց Շվեյցարիայի սահմանն է դառնալու, բայց իհարկե հեգրանքով եմ ասում, որ մնում է ծաղիկներ ցանեն այդտեղ։ Պրոֆեսիոնալ բանակի ո՞նց են ասում։ Թող ցույց տան, դա ռազմական գաղտնիք չի։ Թող ցույց տան, ո՞նց են մյուս ժողովուրդները երկրները այն ինչը կարելի է ցույց են տալիս, չէ՞։ Սահմանային բունկերների աշխատանքները ուր են հասել, ինչ վիճակում են, թող հավաքեն այդ քաղաքացիական ակտիվին տանեն ցույց տան, ասեն տեսակ, հասկացանք, դեպի անգամ եթերից նման բաներ չխոսակ։ Թող կազմակերպեն։ Ցույց տվեց։ Ինչ են ցույց տվել։ Ամրաշինական շինությունները Մի հատ թող որևէ մեկ այլ մասնագետ բերեն դրսից ու գնահատի այդ ամրաշինական աշխատանքների մակարդակը եւ իրենց մասշտաբը, այսինքն որտեղ է արված, որտեղ չի արված։ Շատ լավ։ Բայց իրանք չեն գնում սպառազինություն ձեռք բերելու։ Այսինքն չանելը եւ այդ ուղղությամբ քայլեր անելու մտածելը դրանք տարբեր բաներ են։ Ամփոփելով պարոն Կիրակոսյան շատ կարճ ձեր ասած դիվանագիտական աշխատանքը ենթադրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ շփում, աշխատանք, հարաբերությունների կարգավորում, պետություններ, որոնք կնախընտրեն մենք այստեղ չլինենք կամ առնվազն լինենք շատ թույլ։ Ինչպես եք պատկերացնում այդ պետություններին համոզելը, որ մենք պետք է լինենք այստեղ ուժեղ, ձեզ հետ համագործակցենք եւ դուք չեք կարողանա ձեր այդ վերացնելու ծրագիրը իրականացնել։ Այո, շատ մարդ շատ բան կուզի, դիվանագիտական ուժը հենց դառնում է, որ երբ որ նստում է սեղանի մոտ դիմացին, ասում է, այս եմ ուզում, ասում ես մի վարքյան։ Քո խաղաթղթերը փռում է սեղանին, թե դու ինչ ունես։ Բանը չի հասնում դեռ բանակի զենքին ու սպառազինությանը։ Ասում ես, դու որ ես ուզում, սրա դիմացել, ես ես պետք է ստանամ։ Ոչ թե ասում ես, լավ, ես էլ վերցրա, մենակ մեզ չծեծես, մեզ չխփես, չհարվածես։ Դիվանագիտություն պիտի լինի պարտադիր բոլոր հարևանների հետ, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի, բայց դա եւս արժանապատիվ դիվանագիտություն պիտի լինի։ Հիշեք, այս պահին մեր խաղաղության երաշխավորը մեր իշխանությունները չեն, ցավոք սրտի մենք դեռ գործոն չենք։ Իսկ քանի որ դեռ գործոն չենք, կան ավելի զորեղ ուժեր, որոնց պետք է Հայաստանը, մենք գործոն դառնալու ճանապարհով պիտի ընթանանք։ Գործոն դառնում են բոլոր իմ թվարկած ոլորտերով եւ այդ ժամանակ դառնալու ճանապարհին դիվանագետը ոչ թե հիմիկվա դիվանագետը գիտեք ով է, որ գնում է համաձայնվի գա։ Մեր դիվանագիտությունը հիմա գնա տեսնի ինչ են ասում, գա զեկուցի։ Դա դիվանագետ չէ։ Դիվանագիտությունը մեծ արվեստ է, մեծ գիտություն։ Դիվանագետը պետք է գնա
Մենակ իմիջիալուց երկու հարևանների հետ չէ։ Գնա հասնի, չգիտեմ, Ճապոնիա, այնպիսի հարաբերություններ կառուցի, որ բոլորը շոկի ենթարկվեն։ Այդ ինչպես եղավ, որ Ճապոնիայի համար, օրինակ, Հայաստան դարձավ գերակա դաշնակից եւ շատ կարեւոր տարածաշրջան։ Դա դիվանագիտություն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Աստվածաբան Հայագետ Հայկ Կիրակոսյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։